Բարև ձեզ, բարև, ինչպես եք, լավ եմ, դուք ինչպես եք, ճիշտ։ Ծանոթացեք Օդ Մեղլանին, զտարյուն ֆրանսուհի է, ապրում է Բրյուսելում, համալսարանում է դասավանդում։ Հանգստյան օրերին դստեր հետ երգում, պարում, արտասանում ու կարդում է նաև հայերեն։ Tu vois, c'est deux petits chats, des catots. On a mis un petit lapin and rabbit. Ճագար, նապաստակ։ Էշ, ձևերուկ, կատո, շաբիկ, ծարավ արփյուր, իսկական դրախտ, հայկական սուրճ, հուսնի ձով, շեգլիկ, մեգլիկ, վերեց կժով։ Շատ տարիներ առաջ վարակվեցի ռուսաց լեզվի հանդեպ սիրով, ասում է Օդը։ Այդպես սկզբում նա մեկնել է Օդեսա, ապա Ռուսաստանում ֆրանսերեն է դասավանդել, աշխատել է որպես իտար-տասի ֆրանսերեն բաժնի խմբագիր, ապա սկսել է հետաքրքրվել Չեչնիայով և Հյուսիսային Կովկասով։ Հայերի մասին կարդացել է առաջին անգամ Պուշկինի մոտ, հանդիպել հայերին Օդեսայում։ Ես աշխատում էի սահմանադրական իրավունքին նվիրված հետազոտական կենտրոնում և այնտեղ մի պրոֆեսոր կար, որ ուսումնասիրություն էր անցկացնում հետսովետական տարածքի երկրների հետ, և նա հրավիրեց սահմանադրական դատարանների նախագահներին։ Ես էլ պետք է թարգմանեի նրանց խոսքը։ Հայաստանից եկել էր Հարությունյանը, Գագիկ Հարությունյանն էր այն ժամանակ։ Հարությունյան, Գագիկ։ Նա այժմ էլ սահմանադրական դատարանի նախագահն է։ Yes, I know. Ճիշտ։ Օդ Մեղլանը Հայաստան առաջին անգամ այցելել է 2001-ին, անցյալ ամռանը 12 տարի անց նորից Երևանում էր։ Հարցրինք, ինչ փոփոխություններ է նկատել։ Երևան, он выглядит как Երևանը միջազգային մայրաքաղաքի տեսք ունի, բայց այնտեղ տիպիկ հետսովետական քաղաքին բնորոշ գծեր են, թանկարժեք մեքենաներ, քաղաքի կենտրոնում էլիտար բուտիկներ, բջջային հեռախոսների խանութներ։ Երևում է, որ բոլոր ներդրումները հիմնականում արտերկրից են։ Մեզ հետ զրույցում քաղաքական թեմաները համեմում էր հայկական երգերով։ Վայ իմ չալիկ, չալմալալիկ, խորխորոդիկ, չալմադուդիկ, դեմբլաջագա, դերջիկ մերջիկ, պամպլիկ ջեդեր, վույ։ Tu l'aimes bien celui-là, hein? Tu l'aimes bien? Потому что конфликт в Карабахе все-таки... Ղարաբաղյան հակամարտությունը մարդկանց ամեն դեպքում հոգեբանորեն ճնշում է, որքան ես հասկացա, ղարաբաղցիների և երևանցիների միջև աղճատում կա։ Հայաստանից մարդիկ արտագաղթում են, Ղարաբաղից էլ գալիս են Երևան։ Իհարկե, թեև այս հակամարտությունը սառեցված է, այդուամենայնիվ ծառայում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունների համար որպես հիմք քաղաքական որոշակի արարքներ արդարացնելու համար։ Գիտնական, կովկասագետ, դասախոս, պոլիգլոտ և հայասեր ֆրանսուհին անցյալ տարի իր ազատ ժամանակի մի մասը տրամադրել է Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմի թարգմանությանն օգնելուն, մյուս մասն էլ դուդուկ նվագել սովորելուն։ Когда хочешь кое-чего, я уже здесь жила, вот 6-7 лет. Արդեն 6-7 տարի է այստեղ եմ ապրում, համալսարանում եմ աշխատում, Օլիվիեի հետ 10 տարուց ավելի միասին ենք ապրում։ Գիտես, երբեմն մի նոր բան պետք է տեղի ունենա քո կյանքում, ու ես մտածեցի, ես ուզում եմ նոր լեզու, նոր երաժշտական գործիք նվագել սովորել, մի բան գտնել ինքս իմ մեջ, մի նոր ուժ։ Найти в себе силу какую-то новую. Դուդուկը ձեռքն առնելուն պես Օդը զգուշացնում է, որ սիրողական է նվագում, շատ ժամանակ չի տրամադրել վերջերս պարապմունքներին, հետո ավելացնում է, որ դուդուկն ամենևին էլ միայն տղամարդկանց գործիք չէ։ Այսպես, Բելգիայի թագավորության մայրաքաղաքում ազգությամբ ֆրանսուհին իտալացի ամուսնու հետ իր երեխայի համար հայկական ազգային երգեր է երգում, հայերեն այբուբենին ծանոթացնում ու վերլուծում Հայաստանի քաղաքական դրությունը։ Բազեն որ եկավ, որ ցլերեցավ, ռազմին երկերի ձայնով քնեցավ։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ, շնորհավոր Նոր տարի,
Շնորհակալություն, ցտեսություն